Բարի ողջույն, 10 փետրվար, լուսնային 23-րդ օր, լուսինը գտնում է կարիճում, կեսից արդեն աղեղնավոր կլինի, երկուսն էլ մոգական միստիկ նշաններ են, ինտուիցիայի սվերխչուստվիձելն է, ինտուիցիա շատ ուժեղ արտնացում հասկացվելու, ամբողջ տարին է այդպես լինելու, գնալով ավելի այդպես լինելու, այդքան էլ հաճելու օր չի այսօր, կոկորդի լուսնա, կիսաձուկ, արունախան, կիսաթրջուն, ամեն ինչ խժռում է, կուլ է տալիս, հնիկ քանդում, արմատախիլ է անում, ռեֆորմա գնալու, հակում զառանցանքի, հիմա շատ են մարդիկ զառանցում, վեճերի ու խարդախության նորա, սեքսուալ էներգիայի ճայթքում, բռնաբարություններ կլինի, մինչև անգա ամուսին իր կնոջը, անառակության շրջանում ենք հիմա մենք ապրում, անառակությունն ահավոր է ու վեներական հիվանդությունները ահավոր են, դրա մասին ոչ ոք չի խոսում, արյունախում մարդկանց, վամպիրների շքերթ է գնում, արյունախում մարդկանց, ինքնազոհաբերության, ապաշխարության, հասկանալով գիտակցելով պետք է ներեք մարդկանց, չեք ուզում մի խոսեք պարտադիր չի, ները դա վեհություն է, մարդու ներելը դա վեհություն է, Աստծու համար բոլորս մեկ ենք, մենք ենք տարբերում, հետո ասում ենք ինչի մեր աղոտքը տեղ չի հասնում, երազներն այսօր կատարվելիք են, հիմա կասեմ, դրանք էլ կարևոր են, պետք է ով ինչքան կարող է օգնի մարդկանց, տան հսկողության, ապահովության, պահելու օր է նաև համարվում, տունը մաքրել ամեն աղտից, սուրբ ջրով մաքրեք, խնկարկեք, մոմ վառեք, մորմի լույսը պտտեցրեք հատկապես շեմին, այսօրվա ծնված մարդիկ, եթե ազնիվ են ու արդար են, նրանք մեծ պարգևներ կստանան, մանանայը վերևից թափվելու իրենց գլխին, լուսավոր են նրանք լինում, իսկ դաժանները դահիճներ են լինում, եթե խաբեբային սրիկային, եթե ստված օրենքին հակառակում են, որտև այդ վամպիրներն են համարվում, երազներ այսօր հետաքրքիր երազներ օր է համարվում, լուսնային 23 օրը, որ հատկապես երբ տեսնում են գունավոր ու պայծառ երազներ, դրանք կատարվելիք են եւ բոլոր այսօրվա երազները խրատատին է, խորհուրդ է տալի միջև անգամ նյութականի ծրագրերը, որտեղ են սխալ, որտեղ են ճիշտ շտկելու համար, աղոթքին վերջում, այն մարդկանց ում բերանը բարի է, ում հոգին բարի է, շինց ու բարություն պետք չի, ով ինձ բարին է կամեցել, թող Տերը օրհնի իր տունը, օջախը շեն մնա, ամեն առավոտ ճրագը շենը տունը ջերմացնի, շենացնի